թոշակների առումով ես համարում եմ, որ սա ընդհանուր ընդդիմության եւ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր, որովհետեւ որpիսի դուք պարզ հասկանաք, պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։ Պետական բյուջեն ընդունվել է 2 ամիս առաջվա ծրագրով, մենք չունենք թոշակը բարձրացնելու, պետությունը չուներ։ Եվ մենք սա համարում ենք հաղթանակ, մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Բայց նախընտրական դիվիդենդներ չկաշատ չէր։ Ընտրությունների օրը հայտարարություն ասեմ, դուք թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, մարդիկ ովքեր 35,000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն, բայց վերջապես մարդկանց դրական արդյունք եղավ։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ։ Բյուջեում չնախատեսված աճ, ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին եւ թոշակները բարձրացրեցին։ Սա չէ հաղթանակը։ Դուք նշում եք, որ 8 տարի մատին չէին տալիս թոշակ բարձրացնել համար, բայց չէ կարծում, որ ձեր այս հայտարարությունի մանիպուլյացիոն առումով, որ 2018 թվականին թոշակը նվազագույն եղել է 16,000, կարծեմ 600-900 դրամ, բայց այս տարիների ընթացքում հասել է մինչև 36,000։ 21 թվականին իրենք հայտարարել են, որ միջին թոշակը պետք է լինի 60,000-ից ավել։ 21 թվականից հետո 5 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի բյուջե մտնելուց հետո 49,000 դրամը չի անցել։ Իրենց խոսք տված թվերը չեն կատարել իրենք։ Ու մինչև վերջի այս process-ներն էլ, մինչև մեր process-ների մեջ ներգրավելն է, ոչ մի կանխատեսում չկար, որ իրենք պետք է վերանայեն։ Բյուջեում դրված չէր դա։ Սա ցույց է տվել, սա ցույց է տալիս մենք տեսնում ենք վերջի 3-4 տարին 21 թվականի վերջի 3-4 տարին մենք տեսնում ենք, որ նախանշած ցուցանիշի հետ համեմատած որևէ լուրջ տարբերություն չի եղել։ Իսկ ընտրություններից առաջ, անգամ եթե ընտրություններից առաջ է, այս աճը մենք ողջունում ենք, սա հաղթանակ է, սա ճիշտ քաղաքականություն է, լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարտիավճարների հետ, պարտիավճարները վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակները վերանայվեն որպես դեպի ավելացում։ Սա մեր կողմից, մեր ընդդիմադիր նաև որոշ գործընկերների կողմից աշխատանքի արդյունք է, նաև վտանգի զգացողության արդյունք է։ Գիտեք, եթե այդ լծակները բերում են մեր ժողովրդի բարօրությանը, թող կիրառ գա։ Պարոն Կարապետյանը արգելեցին օրենքով բարեգործություն անելը որոշ ժամանակ առաջ։ Իսկ հիմա իրանք կարծես թե այսպես դիտարկումա թոշակներն են բարձրացնում եւ մարդիկ քաղաքացիները փոխագետները այսպես կարծիք են հայտնում, որ սա օրենքով ընդունված ընտրակաշառքի ձև է, լեգիտիմ ընտրակաշառք է։ Կա բարձր գիտակցություն մեր հասարակության կողմից եւ դա չեմ կարծում, որ կունենա այնպիսի ազդեցություն, մարդիկ կհասկանան, որ մեր երկրին պետք է ակտիվ ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք հետագայում էլ բարձրացնենք մեր տնտեսության կողմից սոցիալական ոլորտին տրվող ֆինանսավորումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն։ Ընտրությունից ընտրություն բարձրացնելը դա լուծում չէ։ Էլ եմ ասում, անգամ այս բարձրացման արդյունքում, որի համար մենք շատ ուրախ ենք, մեր երկրում ամենանվազագույն զամբյուղին դեռ չի ասել միջին թոշակը։ Ձեր իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակը ինչքան է կոստանում։ Մեր քաղաքականությունը այսպիսին է։ Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող եւ մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականությունը նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք ստեղծում ենք մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարի։ Պարոն Կարապետյան, եւ այդ բարեգործությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ուսումնասիրություններ եք հարց տալիս։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ուսումնասիրություններ է սկսել ուսանողների ուսման վարձերի հետ կապված, արդեն ինչ-որ անձինք հրավիրվել են կառույց ինչ-որ
տեղեկություններ ունեք գործընթացից։ Ոչ, Տաշի բարեգործականը տասնամյակներ բարեգործություններով է զբաղվում, կա հազարավոր շահառուներ, դա այնպես չէ, որ մինչև մի պրոցեսից հետո մենք այդպես մտահոգություն ճիշտ որ ասեմ չունենք։ Ես ուղղակի նայում եմ, որ այսօր ունենք միջոցառում ենք երիտասարդների հետ, ու ներկայացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը երիտասարդներին, եթե դուք ժամանակ ունենաք եւ լուսաբանեք, մենք ուրախ կլինենք, նաեւ հետաքրքիր կանցնի դրանից հետո երիտասարդների տեսլականը Երիտասարդներին այսօր կասեք անցումային փուլում ով է լինելու ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Անցումային փուլը նշեմ այն է, որ պետք է սահմանադրությունում փոփոխություններ կատարեք։ Շատ լավ։ Երեք ազատության հարցազրույցը լսել եք։ Այլն եւ հարցպատասխանը չեմ ստացել։ Դուք ասում եք մի ձևակերպում, որ Հայաստանի սահմանադրությունը չկա։ 5 անգամ պատասխանվել է այդ հարցը։